Այսօր ես կուզենայի խոսեինք բարձր խոլեստերինի մասին, որ իր արտահայտությունն է ունենում մաշկի վրա։ Շատ լավ։ Ահա։ Մաշկը ինչ է։ Մաշկը մեր օրգանիզմի բաց գիրքն է, եւ ինչ որ կատարվում է մեր օրգանիզմի ներսում, դավաճանաբար երևում է մեր դեմքի վրա։ Միգուցե օգնական դեր է կատարում։ Այո, նաև օգտակար դեր է կատարում։ Շատ հաճախ, երբ նայում ենք մենք մարդու արտաքինին, արդեն կարող ենք ասել դրա մոտ կա բարձր խոլեստերին, թե ոչ։ Հիմա այսօր ես կցուցադրեմ, որպեսզի դուք ինքներդ տանը նայելով հայլու մեջ կարողանաք ձեզ, այսպես ասած, դիագնոզել, ախտորոշել ձեզ։ Շատ հաճախ մենք տեսնում ենք մարդիկ, որոնց կոպերի վերի շրջանում լինում են այսպիսի դեղին հանգույցիկների նման գոյացություններ։ Մարդիկ մտածում են, որ սրանք ինչ են, սրանք կոսմետիկ դեֆեկտներ են, գնում են կոսմետոլոգիական, ասենք, սրահներում հեռացնում են դրանք, սակայն որոշ ժամանակ անց դրանք նորից առաջանում են։ Ինչ է դա։ Սա հենց բարձր խոլեստերինի նշանն է։ Ուրեմն, երբ որ մարդու խոլեստերինի մակարդակը բարձրանում է 6.2-ից, արդեն այն ունենում է իր մաշկային դրսևորումը։ Հիմա ինչ թվերի վրա պիտի լինի մեր խոլեստերինը, եւ ես կուզենայի, որպեսզի այս թիվը մեր բոլոր եւ հանդիսատեսները եւ մեր սիրելի հայ ժողովուրդը անգիր հիշի։ Նորմալ խոլեստերինի քանակը այրա մեջ պետք է լինի խոլեստերինը նորմալ խոլեստերինի նորմալ մակարդակը առողջ մարդու մոտ պետք է լինի փոքր 5.0 միլիմոլ լիտրից։ Եթե մարդ ունի պրոբլեմ, դա կարող է լինել նրա շաքարային դիաբետը, այլ խնդիրներ, այսինքն ռիսկային գոտում գտնվողների համար, նյութափոխանակության խնդիրների դեպքում այն պետք է լինի փոքր 4.5-ից, իսկ ավելի խիստ վտանգավոր գոտում գտնվողների խոլեստերինի մակարդակը պետք է լինի ընդհանրապես փոքր 4-ից։ Ուրեմն մենք հիշում ենք ամենակարևոր թիվը դա 5-ն է, որ նորմայում առողջ մարդու խոլեստերինը պիտի լինի այսքան։